Բացի մեր համայնքից ունենք նաև փոքրիկ խումբ Ֆրեզնո քաղաքում, հիմա կարծես թե այդքան էլ փոքրիկ չէ, բայց իրենց եկեղեցին հիմա նորոգում են չկան գիտեմ, չէ՞։ Այո։ Նորից շնորհակալություն ենք հայտնում Սարգիս եղբորը այսքան երկար ճանապարհ գալու համար, որպեսզի մեզ ծառայի եւ այսօր Աստծո խոսքը մեզ կբաժնեկցի Սարգիս եղբայրը եւ թեման քարոզի կոչվում է հովիվների փափագը։ Շնորհակալ եմ եղբայր։ Շնորհակալություն կհայտնեմ այս հրավերին համար, որ եղբայր հրավիրեց։ Ես ասկեց 20 տարիներ առաջ դոկտոր Սարաֆյանի հետ ծանոթացա Գլենդելի եկեղեցիի մեջ։ Երբ մեր շաբաթաբահ եկեղեցին գրեթե նորը սկսած էինք Ֆրեզնոյի մեջ։ Հագիրճ կերպով իմ մասից ցեզ ասեմ, որովհետև շատեր դեռևս չեք գիտեր։ Դեսկսիմ 1975-ին շատ կարճ։ Ֆրանսայի Մարոնատա եկեղեցի մեջ եղած եմ երդասարտած պատասխանատու եւ սկսած եմ երդասարտած։ Նյուջերսի երբ որ տեղափոխվեցա Նյուջերսի եկեղեցիի մեջ, եկեղեցին փապակեցավ, որ երդասարտած խումբը սկսին եւ դերը շնորհքը տվավ երդասարտած խումբը սկսան Նյուջերսի եկեղեցիի մեջ։ Որ մեր հետ Կալիֆոռնիա տեղափոխվեցանք, բայց ասպացից խրկեց Մոնտրեալ Կանադա եւ Մոնտրեալի եկեղեցիի մեջ եղայի հովիվ եւ դերոջը ծառայեցի այն եկեղեցիի մեջ։ Որ մեր հետ երբ Կալիֆոռնիա Պասադենա վերադարձա, զույգերու պատասխանատու կոչեցին զիս, որովհետեւ ամուսնացա դեղին օրորդ թակուի Շիշմանյանի հետ։ Որ մեր հետ ասվածից առաջնորդեց եւ դարավ Ֆրեզնո։ Ֆրեզնոյի մեջ մեկ տարվա համար հովիվ եղա եղբայրության եկեղեցիի մեջ։ Որ մեր հետ դարաբատվելի Բեռնար Գոգոզյան հրավիրեց, որ իր եկեղեցի մեջ սկսեմ հայկական պաշտամունք եւ հոն ծառայեցի 9 տարիներ։ Ասված 9 տարիների հետ ցիս բերավ շաբաթաբահ եկեղեցիի մեջ եւ հոն մտավորապես կծառայեմ 25 տարիներ։ Այս բոլոր իմ ծառայություններս առանց նյութական օժանդակության եղած է, որտեղ դերը ինձ դված է կորցմա, որ ես կրնամ իմ ընտանիքս շահիլ եւ անոր համար ծառայած եմ իր պարքին համար եւ այս սուրգանի մոս իր պարքին համար։ Աստված ետնային տակավորության մեջ ծրագիր մը պատրաստեց։ Աստված ամեն օր կգերակրե այս աշխարհի վրա 8000 միլիարդ ժողովուրդ։ Ալո իր անձրևը ղրկելով, իր փանչարեղենները մեծնելով, իր արևով եւ իր սերը հայտնելով այս միլիարավոր ժողովուրդներուն, որպեսզի ճանչնան, թե ով է ինքը։ Այս արդիվ ուրիշ ծրագիր մնալ ծրագրեց ետնային տակավորության մեջ, որ հաղորդ միդլան մարդկության հետ ծնունդի արդիվ, իրեն որթույն աշխարհ ղրկելուն համար։ Եվ դերոջ ռեշտագը, ասո ռեշտագին հրաման դրվեցավ, որ իջնե աշխարհ։ Իջնե աշխարհ եւ հանդիպի այն հովիվներուն, որ գիշերային թաշտին մեջ կեցած են։ Իրենց հոդերուն գիշերվան պահպանություն ուներ։ Երբ այս հովիվները տեսան ռեշտակներու այս ներկայությունը սարսափեցան, այս ռեշտակը ասավ իրենց մի վախտակ։ Ես ձեզ այսօր մեծ ուրախության ավետիս մտի դամ։ Որոնք ուտան ավետիսը հովիվներուն, որոնք գիշերային իրենց հոդերուն, ոչխարներուն պահպանությունը կնեին։ Հետևյալն էր ավետիսը, բասենզի այսօր փրկիչ մը պետք է գտնեք, ով հովիվներ, Դավիթի քաղաքին մեջ
որ օձյալ դեր է։ Փրկիչը պիտի գտնեք, որ օձյալ դեր է, այսինքն օձյալ Աստված է։ Եվ ցեզ այսօր մանուկ մը պիտի գտնեք խանցարորով պատված ու մսուրի մեջ վարգած։ Դուք հովիվներ, որ մսուրին ծանոթ եք, որտեղ ցեր կենթանիները երբեմն ցեր մսուրը կտանիք։ Ուրեմն պիտի երթակ այդ մսուրի մեջ եւ պիտի տեսնեք, որ օձյալ թակավոր մը կվարգի հոն։ Մսուրի մեջ։ Եվ այս չի բավեր ռեշտակերուն արտահայտությունը հովիվներուն, ուրիշ ռեշտակներուն խումբ մնալ կղրգվի թակավորին կողման է, երկինք եւ երկիր ստեղծող թակավորին կողման։ Եվ իսկ այն ռեշտակներուն երկնային զորքերու բազմություն մի եկավ, երկնային հզոր զորքերու բազմություն մի եկավ։ Աշխարհի ո՞յ մեկ բանագեն չկնաց տեղեկություն տալու հովիվներուն։ Երկնային թակավորին զորքը իջավ եւ տեղեկություն պիտի տա։ Զորքերուն բազմությունը եկավ, որոնք Աստված կորտնեին ու գսեին։ Երկնային զորքերուն բազմությունը Աստված կորտնե, երբ որ գիշնը հովիվներուն ավետի ստալու։ Հետևյալը գսե։ Երկնքի բարձրության մեջ Աստծո փառք, գրնաս տուն երևակայել երկնքի բարձրությունը։ Տուն գրնաս տեսնել աստղերը եւ գրնաս երևակայել, որ չափերու են քեզմե։ Այդ չափ փառք երկնքի բարձրության մեջ Աստծո փառք։ Երկրի վրա խաղաղություն եւ մարդոց մեջ հաճություն։ Երբ երկնային ծրագիր կատարվեցավ այս խորհուրդը անցնելով հովիվներուն, ռեշտակները ետ իրենց երկինքը դարձան, հովիվները իրար ուսին, եկեք մինչև Բեթլեհեմ երտանք, ու տեսնենք թե ինչ է այս եղած բանը։ Հովիվները պիտի երթան Դավիթի քաղաքը, որպեսզի տեսնեն թե ռեշտակներուն ավետիսը ինչ է այս մեկ։ Ardornok կացին Բեթլեհեմ։ Ardornok ինչ կնշանակե։ Կամաց կալեր ճամփան։ Մեմ հոսնայիլ, մեմ հոննայիլ։ Եթե մեկ ժամը մի դահաստին, 3 ժամը մի դահաստին, բայց Ardornok ճիշտ հակառակն է։ Սկսան արագ երթալ։ Ոչխարները հոնց կեցին, իրենց հետը չարին, եւ սկսան արագ երթալ, որ տեսնեն թե ատմոսֆերի մեջի բարգող մանուկը ով է։ Երկինքեն առնված է հրանքը, ոչ թե երդի ո՞յ մեկ նախակահել, ոչ թե երեսփոխանեն կամ առաջնորդել, երկինքեն ագած է հրանքը։ Կացին Ardornok եւ Մարիամը Հովսեփը եւ մսուրի մեջ բարգած մանուկը տեսան եւ անոնց իմացուցին այն խոսքերը, որ այս մանուկին համար իրենց ըսվեցավ 18-րդ համարը հետաքրքիր համարն է։ Ամենքը որ կլսեին կզարմանային այն բաներուն վրա, որոնք հովիվները իրենց կսեին։ Հարցը ո՞յս է։ Երկրի թակավորներեն լուրը չեկավ Հիսուսի համար, որ ծնավ Բեթլեհեմի մեջ։ Երկրի երեսփոխաններեն լուր չեկավ Մարիամին եւ Հովսեփին Հիսուսի մասին, որ լսեցին։ Երկրի աշխարհի վրա թակավորներեն լուր չեկավ Մարիամին եւ Հովսեփին, որ Հիսուսի մասին խոսեցան։ Աշխարհի վրա ամենամբարձ անձնավորություններն լուր եկավ հովիվներեն, որոնք քիշերը իրենց հոտերում մահբանություն դնեին։ Ինչու Աստված հովիվները ընտրեց։ Հիսուս ուր ծնավ մսուրին մեջ։ Ամենաշատ մսուրով ով բարեկամ է։ Հովիվներն են։
Ոչխարներով, մսուրներով հետաքրքիր է։ Կարնուկներով հետաքրքիր է։ Հայտնություն Հովհաննու 5-րդ գլուխ 6-րդ համարը հետևյալը գսե։ Դեսատ է աթորին ու 4 կենդանիներուն մեջտեղը եւ երեսներուն մեջտեղը գայրնած քառնուկ մգար։ Մսուրներուն մեջ ինչ կլա։ Քառնուկներ կլան։ Երկնքի տակավորության մեջ երեսներու ներկայության, աստոտակավորության ներկայության քառնուկ մգդեսնեն, որոնք գայնած է, անշուշտ փոխաբերական իմաստ ունի, բայց քառնուկ մահարձանակրվեց ահոն։ 8-րդ համար հայտնություն Հովհաննու 5-րդ գլխում երկիրքերը արավ 4 կենդանիներեն ու 24 երեցները քառնուկին արջև ինգան, որն արջև ինգան, քառնուկին արջև ինգան, որ մսուրներուն մեջ կգտնվին։ Այս քառնուկը մեր Հիսուս Քրիստոսն է, որ մսուրի մեջ ծնա։ Եվ այս 24 երեսները դիեզերքի ղեկավարին հետ, որ երկնային թագավորության մեջն են, որ ղեկավարեն այս աշխարհը ամեն օր, ամեն վայրկյան, խոնարհությունն իմ երկնքի մեջ եղող քառնուկին առջև։ Ամեն քնալ քնարներ ունեին ոսկե խնգամաններ, հունգով լեցուն, որ սուրբերուն աղոտներ են։ Խնգամաններ, որոնք աղոտքով լեցուն էին։ Որ աղոտներն են, եթե ոչ քույևի են։ Քառնուկ ուզել լսել քո աղոտքը Մսուրին մեջի մանուկը գուզեգը լսել քո աղաչանքը, քո պապակը, քո երազները, քառնուկը գուզել լսել քո շնորհակալությունը, անիկա գուզե տեսնել քո սերը իրեն հանդեպ 24 երեսները ներկայացուցին այդ սերը քառնուկին առջև։ Եվ նրանց թակեր հանեցին ու տրին իրեն ոտքերուն առջև։ Որ ժողվեցավ մեզ մեկուն համար, երկնային տակավորտեն են գնայի մեզ մեկուն և գկալ է մեզի հետ այս աշխարհի վրա։ Աստծո հզոր տակավորությունը այսօր կուկովը դե ուգյանքիտ մեջ ամեն օր հետ դե ինչ գիտեք, որովհետև այս աշխարհը իրեն կպատկան։ Թուն ամեն օր կշնչես իրեն տտվածին, թուն ամեն օր կկալես իր հողամասերուն վրա, այն չուրը, որ կխմես իրեն անցրևովը կուկակեսի, այն պանչարեղները, որ գուդես իր հրամանովը, իր չուրովը և իր արևորն է, որ կմեզնա այս աշխարհի վրա։ Եվ Աստված կուզե տեսնել արդյոք թուն որ չափ շնորհակալություն կհայտնես իրեն այս բոլորը Եզից ծրի դալու։ Հետևյալը գսեի։ Քո աղոտներդ իմ խնգամաններուս մեջ են և ես քեզի պիտի պատասխանեմ։ Երբ որ քո աղոտքը Աստծո խնգամանի մեջն է, անիկա բարապ չէ։ Թերևս թունքու դղայի հետ աղջիկետ մամը կխնդրես և կսպասես, որ անիկա քեզ իրեն է, այսօր չներ, վաղը չներ, երբեմն կսպասես կհոգնիս, մեկ շաբաթ կանցնի, մեկ ամիս կանցնի, կամ ամուսին հետ կամ դեգին հետ մամը կխնդրես, 6 ամիս կանցնի, դակավին քեզի չպատասխանեց, կոստածը չրավ, բայց Աստծո առջև ելող խնգամանը պիտի պատասխանվի և ինչ պատճառով պիտի պատասխանվի, եսեմ գաղտնիքը իր պարկին համար է, որ պիտի պատասխանե։
Եթե դու քողոտ կգնես աստծո արչև, եթե երբակին համար չէ, ադիգա երազիտ մեջ իսկի չի պատասխանի։ Որտեւ ամեն ինչ որ դու եւ ես կնենք այս աշխարհի վրա, թե ուդենք եւ թե խմենք, ամեն բան իր պարկին համար պիտի լա, որովհետեւ մեր կյանքի իրն է։ Մենք աշխարհի վրա շատ բժիշկներ ունենք։ Երեք գիշեր այցելության կացինք տեղմա, դրանսավ դոկտորները ինձ իսին, որ պիտի նիհարնաս եւ պիտի ներնիս քաղցկեղը շատ ծանր է եւ բրգություն չկա քեզի։ Այս եղբայրը աղոթեց եւ դեռ չհասնեցինք զինք։ Ասին որ քու երեգամունքներում մեջ գլոր կանսերները լեցուն են։ Պիտի մեռնիս, մականացուտ պիտի գնքես։ Դեսա սարքիս եղբայրն ունեգա։ Աղոթեցի։ Ով դերես եթե ասկադերո չգամ կնեք ու գամ կդե օրտնալա կոամ կդ, բայց սկսե ես կուսեմ այս աշխարհի վրա ապրիլ եւ կանոտ տարավորել։ Սա երկու շաբաթ վերջ նկարեցին, երկու շաբաթ վերջ կացի որ պատասխանը առնեմ։ Ասին որ եղբայր վայել։ Կասկերները ոնչ են։ Չիգան։ At որ դեսեր ենք մենք նկարներու մեջ, այսօր կորոտին չունիմ։ Բայց ինչու՞ ամ եղավ այդպես, ասի հարցուցի, սա դեռ չպարկին ամ։ Մի քանի շաբաթներ առաջ մեր եղբայրները մեկը ծանրանանքից եղավ։ Հիմա տանոց գնաց։ Բայց գործողություն մներ երկու ժամեն վերջացուցին գործողությունը, բայց գործողությունն յետքը իրեն գողորտեն, իրեն թոքին ճուր գնաց, ուրիշ ճուրեր գնաց, աղ գնաց եւ այլն, չեր գնար շնչել, ուրեմն թելերով, խողովակներով պերանը փոխեցի։ Եվ սավ սարկես եղբայր պիտի մեռնեի, սև ուզեցի մեռնի, սավ ազատվիլ այս կյանքեն։ Թողնեի, ցերկը բռնեցի, ինքը չեր գնար խոսիլ կկրեր, ինչ որ պիտի խոսեր, աղոթեցի։ Ես ան չեմ գիտեմ ինչպես աղոթեցի։ Ով դերսի, այս աղոթքը քեզի կպատկանի, ինձ չպատկանի։ Եթե դու այդ բադանին, որ գտանեին տաղելու, եւ որ մայրը գոլար, դու խոճացիր այդ մորը վրա, գեցուցիր տակը, տողոցին մեջ, եւ այդ երդասարդ բադանին հանեցիր կերեզմանեն տակաղեն դուրս եւ իրեն ետ մորը դրիր։ Ում գավադաս ասում։ Ես գավադամ։ Հիսուսի անունով աղոթ կրին մի քանի հոգիներով։ Եղբայրը մեկ շաբաթեն լավ եղավ դուն գնաց եւ սկսավ իր ինքնաշարժով գործի երթալ։ Հիսուսի մեկը պերին, անտամալույզը պերին, որոն պերին, մսուրի մեջը ծնողին պերին, օրտնյալ դերին պերին, օրտնյալ աստծո պերին, օրտնյալ դերին չկնշանակ է, օրտնյալ աստված կնշանակ։ Այս աշխարհին դերն եւ իրականը ինքն է։ Հիսուս նայեցավ եւ երենսավ, քո մեղքերդ քեզի ներված են։ Ղեկավարները, հրյա ղեկավարները հայհոյություն հրավ, ով գրնա մեղքերը թողություն դալ, աստուց մեզա։ Գույր առաջնորդներ, այսօր այս աշխարհի վրա լեցուն են եղբայրներ եւ քույրեր։ Գույրեր, լեցուն, որ մեկում պիտի հասնենք, ասված պիտի հասնի, եթե ողորմի։ Հիսուսը սա որվեք ավելի թյուրուն է ասելը, մեղքերը քեզի ներված են ասելը, թե ոչ, եւ իր մաջիարուկն ասելը։ Ուգաս կրկին եգրոտ կուլքուն լիթերնանք։
20-րդ համար 2-րդ գլուխ հովիվները դարձան փառավորեցին ու օրհնեցին Աստված այն ամեն բաներուն համար, որոնք լսեցին ու տեսան, ինչպես իրենց ասված էր։ Այսօր դու որչափ կհավատաս Աստծուն։ Մենք բերանացիորեն խոսենք օրհնյալ Ալլահ Հիսուսի ներկայությունը, օրհնյալ անոր զորությունը։ Դու կհավատաք, որ օրմա Աստված գրնած ձեզի այնպես եկեղեցի մտալ, որ ձեզ չվարձնեն։ Ես կհավատամ։ Դու կխնդրեք այդ մասին։ Արդյունքով խնդրեցեք։ Եվ վերջը գնքեցեք, ասեք Տեր Հիսուս ասիգա քո փառքիդ համար պիտի լամի է։ Ասոր մեջ ուրիշ ոյ մեկը բաժին չունի։ Ասոր մեջ միան տուն բաժին պիտի ունենաս, որևէ տուն ես ասոր ղեկավարը, որովհետև աշխարհի բոլոր ոսկին է վարձած իրեն կպատկանի։ Մեր ունեցած թուղթերը, մեր բեդությունները արեր են ոսկիները, թուղթ մտրեր են, նկար մտրեր են, վրան մեր սերկերերը, որ մենք կրնանք ապրի։ Բայց անիկա որում ոսկիները արեր են թրեր են ատուղթերուն վրան, մարտոս նկարները կան, բայց անոնք աստո կետնեն ելած ոսկիները արեր են, ինչպես որ 4 կետերուն մեջ ասված գսե է ստեղծած, եթե մի բարդեսեն, որ շատ ընդեղը ոսկիներ գային, մաքուր ոսկիներ գային, կետնին մեջ։ Ով է դերը, իմ ասված է դերը, քո ասված է դերը, եթե տուն ասված մոնիս, որ միլիոն իրեն համար թիվ չէ, միլիարդ իրեն համար թիվ չէ, քո մտքիդ մեջ ունեցած քո աստվածդ, գուսեմ, որ երևակայես, որ անչապ մեծ է, որ չես կրնար բարունակել ոս բոլոր։ Եվ իրան ապմեծությունը քո մտքիդ մեջ ունենալով, երբ որ գխնդրես այդ խնգամանին մեջ քո աղոթքը գտնես, պետք է հավատաս, որ պիտի առնես։ Ասված սեզի եղբայր մղրգեց հովիվ հայրենիքեն։ Կրնայք երևակայել, որ եղբայր միդիկայվ է ծեր հովիվը լա Հայաստանեն, դժվար էր։ Աստված ծրակրեց եւ եկա։ Այսօր Աստված ծրակրեց եւ հայդակիրը պատրաստեց։ Եկեղեցին ղեկավար մարմինն է, ուրեմն իր ծառայությունը բերավ եկեղեցին, ինչպես որ ծրակրեց թուղթին վրա գրեց հայդակիրը։ Երկնային թակավորության մեջ այս հայդակրին մեծ հայդակիրը գրված է, որ Աստված մեզի կծծնի ամեն օր։ Իրեն հայդակիրը հասկանալու համար պետք է սիրտը փանաս, որովհետեւ տեսնես։ Առաջին հայդակին ամենանվերին անիկա է, որ ես այսօր հովիվին կյանք պիտամ, որպես իմանունս պարավոր է։ Աստծո հրամանով Գաբրիգոր այսօր։ Իսկ Աստված սեզի հրամայեց, որպես ողջ լագ այսօր, որ կա գերդաջարը եւ իր անուն մանն парք բերեք։ Դու կարող համար Գաբրիգ այս աշխարհը, ոչ թե միայն ցերկերմաներուն համար։ Ասի ստագնա։ Դիգինիս հետ քիշերմը ըստավ ոգիս ըստավ իչմա զանր գսկամ գորսավ քիչմը կալենք Սիլավերտանք դուրս ժամի 9 ադեններներ սավմոլի երտանք տերևս բաց է գրնակ կալերներ սուտ է դուրս կացին կալեցինք մոլեն դուրս ելան 4 երդասարտներ պատանի երդասարտներ դուրս են իրարու հետ կխոսին Տակույսի ես մի քանի սելիկ ունիմ այս երդասարտներունսի դրոջ գոման է շորեցավ երու կնած դա գսի ամերիկացի են դու գսի Հիսուսի անունը լսած եք Երգոքին հրայոս մենք լսած ենք Հիսուսի անուն Ըսի կերել գսի ես 16 տարեկան էի մեկ ինձ Հիսուսի մասին խոսեցավ էսի Եվ ես մտի գրի էսի եւ Հիսուս իմ սրտիս մեջ ընդունեցի էսի որովհետեւ էսի բացատրեցի իրենց ներկես վարյանի մեջ ինչ որ հիմա խոսեցա Այսօր աս բոլորը ասին կգնեք որ մեզի եւ ցեզի կան կուտագորեցի գուզեք Հիսուս հիմա ընդունի ծերսը դրում մեջ Փողոցը 4 շոկի մեջ Պատանիները երդասարտները այ ոս մեկ ուզենք Հիսուս ընդունի Լավ էսի հիմա ես մի դաղոտեմ դուք պիտի գտնեք Ապաշխարության աղոթմարի ամեն մեկը արդասանեց այդ աղոթքին ինչ որ ես ասի
Եվ դարձածի դա գսի այսօրսի հիմա Հիսուս երկնքի տակավորության մեջ էսի ծեր անուն արցանակրից իրեն կենաց կրկի մեջ էսի միան հնազանդ պիտի լակ շուկիրքը պիտի գարտակ եւ ամեն օր պիտի աղոթեք եւ շնորհալ պիտի լագիր մեն պիտի գսի այոսի եթե Աստված ասոն ինձ չհանդիպեցներ ով իդ հանդիպեցներ ինձ իշերա ժամին ժամենին փողոցի ինչ գործ ունին 40 դիգրին դուրսը Աստվածը սարքից այս տրնեն դուրս բիդելես մենք ուզենք որ մոլին մուսկոմի տրնեն դուրս ելել սինգաս տրնեն դուրս ելել մուս տրնեն ետելենք պիչի դեսնեն գիրեն Աստծո ծրակերներ ասիկ այմ ծրակերից չէր Ատպատադիներուն հոլելնալ իր ծրակերներ իմ ոտքերը սալատ փողոցեն at տրնեն դուրս անելնալ իր ծրակերներ ասիկա է ցեսնի ամեն մեկը իր ծրակերին համար գաբրի այս աշխարհի վրա դուք կխորիկ որ դուրսեր խելքով շատ լավ կամ մարիկ Ես մեկը խնդրեմ, որ հետևյալ գիտնանք։ Աստված մեր մտքերուն ալ դերն է եւ մեր մտքերը իր ճուրի արվագին դես կրնա փոխել ծրակերները եւ իր ջամփո մեջ բերել։ Դու գուզես հավատա, գուզես մի հավատար, այսպես կաբրիստու։ Եթե գսես ով դեր կուգամ կտոլա, կնշանակե որ թուն իրեմ գանքի մեջն ես եւ թուն պիտի քալես այն ջամփաները, որ ինքը գարաշնորհ քեզ եւ ոչ թե թուն կուզած բերնես։ Օրինակ մգիտնամ։ Երբ որ Սամարյան բաշարված էր Ազորեստանի փանագով եւ Սամարիայի մեջ սով գար, քանի որ Ազորեստանի փանագը լման բաշարած էր եւ շատ անօթություն կար Սամարիայի մեջ եւ սկսեր էին իրարու զավակները մորթել եւ ուտել Մեկը թակավորին մոտեցավ դին մշաններ սրդով, ինչ էսավ նեղված է սիրտդ, թակավորն ասավ, վեր թակավորը ասավ, ես իմ տղաս ասավ, ասին որ մորտի այսօր երեք ուդենք եւ բանը կուդհատ ուդենք ասելով համացանեցան ինձ հետ ասավ, հիմա իրենց տղան չեն դարգոր որ մորտենք եւ ուդենք։ Թակավորը կուրց ակավ իր բալադին վրա։ Եվ աղոթեց։ Բայց պաշարված է։ Սովը մեծ է։ Ասորեստանի փանագը մեծ է, աշարած է, իրի կրավե է Սամարիա։ Նայեցեք Աստծո գործը։ Մի քանի բորոտներ մարգարեին կով գերտան։ Եվ դեսնեն, որ մարգարեն գերագործունի ուդելու, իրենք գերագործունի ուդելու, գսեն, որ մենք ուրեմն, երբ որ Սամարիա երտանք, արդեն անոթի պիտի մեռնինք on, հոսք ենանք անոթի պիտի մեռնինք, գսեն, որ երտանք Ասորիներուն փանագին մեջ, եթե մերցնեն մեզի պիտի մեռնինք, եթե չի մերցնեն մեզի գերագործան գաբրինք։ Այս փորոտները, իվանները, երտան Ասորեստանի փանագին զայրեն գմոդենան, եւ կդեսնեն, որ առաջին վրան գմտնեն, մեկի չի գա։ Ցինհոն է, էշոն է, գերագործոն է, հապուսներոն է։ Քիչ մանդին երտան, վրանները գնային, բաս բարավ է, վրաններում մեջ ոչ մեկ զինվոր չի գա։ Պատերազմելու համար։ Բոլորը ցկեր փախեր են։ Վերջը համարը հետևյալը գսե, ինչպես փախեր են։ Աստված իրենց ագանչներուն լսել դված է ծիերու ցայներ, որոնք իրենց վրան կհարցակին, եւ at իրենց at մտքերուն եկած at խորհուրդները, որ խորին որ քիշերով իրենց վրա փանակ կհարցակի, որ ամիջապես ամեն բան գցեն ծիերը, էշերը, գերագորներուն գցեն կփախին երթան փարագը։ Ո՞վ ռավասի։ Աստվածը սավ իմ Սամարիա ժողովուրդս պիտի ազատեմ ես, կաղոթենք որ։ Աստված բادرազմեցավ միան անոնց ագաշտերուն լսցնելով որ ծիերուն ցայները գուկագոր ոտքերուն, երկաններու ցայն գուկագոր, ցայներ գլսեն որ միան փանակի զինվորները։ Եվ առանց հրամանդատարին բան մսելու անոնք ալգլեսեն որ կփախին գցե գերտան գոր Սամարյան գուկագոր աս 4 փորոտները գերտան գոր թակավորին գսեն որ Սամարիայի Ասորստան փանագի մեջ մեկը չի գա եւ գերագուրը գա եւ սերտուսն են թակավորը գերտա գնային շիդագ է ուրեմն ժողովուրդը գելե թակավորը գրգե եւ Սամարյան կասատվի հարցագող չի գար այդ փանագին վրան Սիրելիներ, ասի է մեր Աստված։
Ասիկա է քո Աստված։ Անգուզը ներգրանալ քո կյանքիդ մեջ ամեն օր իր հրաշքներով որպես ինքը parավորվի քեզմով։ Անոր համար ծնավ ես տուն։ Անոր համար մսուրը ծնավ եթե Բեթլեհեմի մսուրի մեջ։ Անոր համար Իսուս խաչի վրա ցերկերը բացավ եւ մեռավ։ Արոնը տապեց ինձ եւ քեզի համար, որ երկնային տակավորության մեջ անցնե քեզ այս ժամանակավոր աշխարհի մեջ Հավիդան Սավերենց կյանք շնորհելու համար։ Եվ երան Արոնը միջև կեդին կնաց եւ at հողին մեջ մխրջվեցավ։ Ինչ կհասկանաս at հողին Արոնի երթալը։ Եվ որ բանակ մը կպատերազմի եւ Արոն կտապե եւ սահման մը գանցնի եւ քանի որ Արոնը կտապե at հողամասին վրա կգնա, որովհետեւ Արոն տապեց at հողամասի վրա եւ իրեն Սա որ ինձ կպատկանի այսօր։ Ասված ասովորտին խաչի վրա Արոնը տապեց մինչև աշխարհի հողի վրան կնաց Արոնը աշխարհ Իսուս մեռած Ադամը ցերկերը պատասավ բոլոր աշխարհը ինձ կպատկանի ով թշնամի Դու իրավունք չունիս այս աշխարհի վրա ոչ ժողովրդին վրա ոչ մեկ բանի վրա իշխանություն չունիս ես եմ դիրականի իմ Արոնովս Ինչպես որ մարդոց կփրկեմ, այնպես ալ հողամասին վրա գտեցավ իմ Արոնս ինձ կպատկանա այս աշխարհը, քանի որ ես ստեղծեցի եւ հիմա քնեցի օրեն իմ Արոնովս, այս բոլոր աշխարհը անգամ եւս քեզ մեն։ Քո տշնամիտ քո վրա իշխանություն չունի, որովհետեւ դու կգալես Աստծո հողամասին վրա, մի մոռնա։ Ասի իմ դերոջս հողամասն է, իրեն կպատկանի, ես իրեն կպատկանիմ, ես Աստծո վրա բաժին ունիմ։ Եվ ոչ թե մի անասո վրա բաժին ունիմ, երկրային թակավորության մեջ ալ բաժին ունիմ, դունս ալ պատրաստ է վերը։ Եվ ժամանակավոր չէ, երկրային թակավորության դունը Հավիդյանը Սավիդելից է։ Իդի պագեմ։ Այսօր խնդրանք ունիմ ձեզ մեկ։ Անոնք, որոնք դագալին Ինչ մգասկած ունին իրենց հավատքին վրա։ Որ ինչու հավատքս դգար է։ Ինչու զորավոր հավատք չունիմ Հիսուսի վրա։ Մի ամճնակ ինձ հետ արջև եկեք։ Որ միասին աղոթենք Խոսր ամեցեք։ Ձեր բադիվները մեկում տրեք։ Ձեր սրդերը դերոջ արջև պացեք։ Ասեք հայր, մեր իմ դգար հավատքս քեզի կանցնեմ։ Որ ինչ որ աղոթեմ, մի պատասխանես ինձի։ Որովհետև դու ես իմ Աստվածս։ Եթե շատ լավ հավատք ունիս, դերորդն է քեզի։ Բայց անոնք որոնք կան, ընտրեմ որ արջև կաք եւ բիդաղոթեմ ես քեզի համար։ Եվ այս դերոջ եկեղեցին համար։ Եվ անոնք որոնք հիվանդ են անոնց համար ալ բիդաղոթեմ։ Երկնավոր հայր օրտնյալը լակու ներգայությունը, օրտնյալը լակու տակավորությունը, օրտնյալը լակու սրբությունը, օրտնյալը լակու աղանչըտ, որ գլսե մեր աղոտքը, մեր աղաչանքը կպարկիտ համար, կխնդրեմ հայրանոնք, որոնք արջև եկան, անոց ամեն մեկուն սրդերը կու սրբոքյով էտլեցնես, առաջնորդես, իրեն սրդին պապակու կպարկիտ համար գադարես, որ երկնային թակավորության մեջ անցնես մեզ բոլորս միասին կպարկիտ մեջ ապրելու Հավիդյանը Սավիդենից։ Եվ անոնք, որոնք նստած են հայերին, եւ չկարողացան որոշում առնել իրենց կյանքին համար, եւ եթե շատ հավատացյալ են եւ կհավատան եւ կսիրեն քեզ, քեզ մեկ խնդրեմ, որ անոնք ալ Սուրբ Ոգիով էտլեցնես, եւ անոնց խնդրանքներն ալ պատասխանես քո ներկայությունը ցույց տալով ամեն մեկուն մտքին ու ամեն մեկուն կյանքին, որ իրենց կայլերը կկալեն այս աշխարհի վրա, որ քեզի կպատկանի քո արյունով կնված, եւ այն սրդերը, որոնք դու գլված Հիսուս Քրիստոսի արյունով քո Սուրբ արյունով ղեկավարես իրենց հոգին կպարկիտ համար, այն խաղաղությունով,
որ երկնային տակավորության մեջ 24 երեցները ձնռատրեցին քո արջևը կառնուկին արջև ու խոնարհեցան ու անոնց թակերը քո ոտքի արջև տնելով քեզ փառավորեցին քանզի արժանի ես փառքի ու փառապանության ու երկրպագության հավիտյանս հավիտենից ով հայր ամեն Ամեն դերորդն է ցեզի դերորդն է ցեզի Սիրելի ժողովուրդ, դուք գիտեք, որ Քրիստոսը եկավ ծնվեց, այս երկրում նշանակում է Աստված ում հետ է։ մեզի է Աստված մեզ հետ է։ Եվ երբ որ Փրկիչը ծնվեց, անունը դրեցին ինչ։ Մանուել Էմմանուել, որ նշանակում է Աստված մեզ հետ։ Մենք հիմա բոլորս միասին պետք է երգենք Էմմանուել երգը, համարը որն է 128 համարի երգը Էմմանուել։ Միասին կանգնենք եւ փառաբանենք Տիրոջը։ Hallelujah.
ծառայությունն ավարտվեց, սիրելի ժողովուրդ, բոլորիդ հրավիրում ենք ճաշարան խնջույքի, ոչ մեկը մի հեռացեք, շարունակենք մեր հաղորդակցությունը, միասին մեր սիրելի եղբայրները ձեզ կառաջնորդեն։ Օ, ես մոռացել եմ։ Ժողովուրդ, մոռացել եմ։ Այսօր գիտեք, ամեն մեկի ծննդյան օրվա կապակցությամբ երգում ենք մի երգ, այսօր իմ սիրելի երգն է հեշտ է փնտրել Աստծուն։ Եկեք դա երգենք։